Հայաստանում հունիսի 7-ին տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արդեն ներկայացրել է քվեարկության նախնական արդյունքները, սակայն ընդդիմությունը դրանց հետ համաձայն չէ։ Որոշ ընտրատեղամասերում կատարվում են ձայների վերահաշվարկներ, որոշներում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները անվավեր են ճանաչում քվեարկության արդյունքները, իրականացվում են նաև բողոքի ակցիաներ։ Հետընտրական գործընթացներն այնքան արագ են զարգանում, որ հնարավոր է մինչ դուք նայում եք այս տեսանյութը, որևէ բան արդեն փոխվել է։ Թեմա համար 1-ի այս թողարկմանը կփորձենք հասկանալ, ինչ է տեղի ունեցել խորհրդարանական ընտրություններին հաջորդած օրերի ընթացքում եւ ինչ փուլում է ձայների վերահաշվարկի գործընթացը։ Հունիսի 7-ին 1,476,597 մարդ կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 58,97%-ը գնաց ընտրության։ Ըստ նախնական արդյունքների խորհրդարան է անցնում 3 քաղաքական ուժ՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, Ուժեղ Հայաստան դաշինքը եւ Հայաստան դաշինքը։ 4-րդ քաղաքական ուժը, որի խորհրդարան անցնելը դեռ հստակ չէ, Բարգավաճ Հայաստան կուսակցությունն է։ Ըստ նախնական արդյունքների կուսակցությունը ստացել է 3,996%։ Ուժին ընդամենը 0,4% է պակասում անցողիկ շեմը հաղթահարելու համար։ Մինչ նախնական արդյունքների հրապարակումը, երբ ԿԸՀ-ն հասցրել էր ամփոփել քվեարկության ձայների ընդամենը մոտ 10%-ը, Նիկոլ Փաշինյանը ասուլիս հրավիրեց եւ հայտարարեց ՔՊ-ի հաղթանակի մասին։ 2026 թվականի հունիսի 7-ին տեղի ունեցան ազգային ժողովի հերթական ընտրություններ եւ ընտրությունների արդյունքում հաղթել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Շատ չանցած Փաշինյանի հաղթանակի մասին հայտարարությանն արձագանքեցին ընդդիմադիր ուժերը։ Իրենք ընդամենը 30% տվյալներ ունենալով հայտարարում են, որ արդեն հաղթել են։ Ինչ կա, ես ինչ եք անում։ Երևանի տվյալները չկա, ո՞նց է հաղթել։ Արդեն հունիսի 9-ին Հայաստան դաշինքը, Բարգավաճ Հայաստան ու Միասնության թևեր կուսակցությունները պաշտոնապես ներկայացրել էին քվեների վերահաշվարկի պահանջ։ Հայաստան դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն էլ ասել է, որ պատրաստվում են դիմել սահմանադրական դատարան, վիճարկելու ընտրությունների արդյունքները։ Ակնհայտ հասկանալով ովքեր են նստած սահմանադրական դատարանում, ակնհայտ հասկանալով նրանց կաշկանդվածությունը եւ ըստ էության իշխանության կցորդ լինելու հանգամանքը, բայց այս ամեն ինչով հանդերձ հանրակշիռ փաստերով մենք մտնելու ենք սահմանադրական դատարան։ Միասնության թևեր կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանն էլ նշել է, որ կտրականապես մերժում են ընտրությունների հայտարարված արդյունքները ու դրանք համարում ապօրինի։ Մենք համոզված ենք, որ իշխանական կուսակցությունն իրականում չի ստացել այն աջակցությունը, որն ինքն իրեն վերագրում է պաշտոնական արդյունքներով։ Մենք համոզված ենք, որ միասնության թևերի օգտին քաղաքացիների քվեները կեղծված են։ Հետևաբար, մենք կտրականապես մերժում ենք ընտրությունների հայտարարված արդյունքները եւ համարում ենք ապօրինի, որոնք չեն արտացոլում Հայաստանի քաղաքացիների իրական կամքը։ Մինչ ընդդիմադիր ուժերը բողոքարկում են ընտրությունների արդյունքները, իրավական նոր զարգացումներ տեղի ունեցան Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ։ Դատախազությունը նրա նկատմամբ հարուցված մեղադրանքի մասին հայտնեց հունիսի 9-ին, այն ժամանակ, երբ Ծառուկյանը օդանավակայանում պատրաստվում էր մեկնել երկրից։ Ըստ Ծառուկյանի պաշտպանի, գործարարի երրորդյա այցը Արաբական Միացյալ Էմիրություններ նախապես էր պլանավորված, սակայն իրավապահ մարմինները նրան արգելեցին դուրս գալ երկրից։ Ծառուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում եւ մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու համար։ Որպես խափանման միջոց ընտրվել է երկրից բացակայելու արգելքը։ Այս գործընթացում սակայն մի իրավական նրբություն կա։ Քանի որ Գագիկ Ծառուկյանը հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում падգամավորի թեկնածու է, ըստ օրենքի նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու համար անհրաժեշտ է կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությունը։ Օրենքը բացառություն է նախատեսում միայն այն դեպքում, երբ թեկնածուն բռնվում է հենց հանցանքի պահին կամ անմիջապես դրանից հետո։ ԿՀ խոսնակը Ազատությանը հայտնել է, որ դատախազությունից Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ որևէ դիմում կամ միջնորդություն չեն ստացել։ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն էլ հայտարարություն է տարածել եւ հայտնել, որ քարոզարշավի ընթացքում իրենց համակիրների նկատմամբ իրականացվել են քրեական հետապնդումներ ու կալանավորումներ։ Ըստ Ծառուկյանի, իրենց հաջողվել էր քվեների վերահաշվարկի շնորհիվ վերականգնել պակասող ձայները խորհրդարան անցնելու համար։ Սակայն դրանից հետո կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուշ երեկոյան նիստում չեղարկել է 2, հետո նաև եւս 1 ընտրական տեղամասի արդյունքներ, որտեղ ԲՀԿ-ն մեծ թվով քվեներ էր ստացել։ Կուսակցության առաջնորդը շեշտել է, որ այդ որոշումը կայացվել է առանց ընտրական օրենսգրքով պահանջվող վերաքվեարկություն նշանակելու։
ԲՀԿ-ն հայտարարել է դատական բողոքարկումների շուրջ ընդդիմադիր մյուս ուժերի հետ քաղաքական կոնսուլտացիաներ սկսելու մասին։ Ծառուկյանի այս հայտարարությունից հետո հունիսի 12-ին Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամներն ու համակիրները բողոքի ակցիա իրականացրեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց։ Ակցիայի մասնակիցները պահանջում են վերաքվեարկություն նշանակել այն 3 ընտրատեղամասերում, որոնց քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել։ Նույն օրը կուսակցությունը որոշել է դիմել սահմանադրական դատարան։ Աշխատանքներ են տարվում, կախված կլինի իհարկե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի եզրափակիչ որոշումից, բայց նաև սահմանադրական դատարան դիմելու հետ կապված։ Այսինքն ակնհայտ է, որ ընտրությունները կեղծվել են։ Ուժեղ Հայաստան դաշինքն էլ հունիսի 12-ին ԿԸՀ պաշտոնական դիմում ներկայացրեց, պահանջելով ամբողջությամբ անվավեր ճանաչել խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Նշված դիմումի շրջանակներում ներկայացրել ենք այն մասշտաբային ընտրախախտումները, որոնք տեղի են ունեցել նախքան քվեարկության օրը, ինչպես նաև քվեարկության օրը ևս։ Մենք հատկապես նաև շեշտադրել ենք այն բոլոր ռեպրեսիվ գործողությունները, որոնք տեղի են ունեցել, վարչական ռեսուրսի չարաշահումները, ատելության խոսքը ևս։ Ուժեղ Հայաստան դաշինքից բացի ԿԸՀ դիմում ներկայացնելու որոշում է կայացրել նաև Միասնության թևեր կուսակցությունը, ընտրություններն անվավեր ճանաչելու եւ վերաքվեարկություն իրականացնելու պահանջով։ Մինչ ընդդիմադիր ուժերը մերժում են ընտրությունների նախնական արդյունքները եւ սկսել են բողոքարկման իրավական գործընթացները, գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ընթացքում այլ կերպ է մեկնաբանում ընդդիմության ստացած քվեները։ Առանց փողի նրանց օգտին ոչ մեկ չի քվեարկել։ Ոչ մեկ, բացարձակապես ոչ մեկ։ Նրանք խախտումներ, այո, եղել են, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա, որովհետև այդ երեք ուժը ընտրությունների խորհրդան մտնելու շեմը պետքա չհաղթահարեն։ Հիմա էլ քննարկում են, ասում են մանդատները վերցնենք, թե չվերցնենք։ Անկեղծ ասած, եթե չվերցնեն, գոնե 100% լեգիտիմ խորհրդարան կունենանք։ Վերահաշվարկի աշխատանքները ընտրական օրենսգրքի համաձայն դադարեցվել են հունիսի 12-ին, ժամը 14:00-ին։ ԿԸՀ-ն կոչ է արել բոլոր քաղաքական ուժերին սպասել հունիսի 14-ին արդյունքների վերջնական ամփոփմանը եւ մինչ այդ ձեռնպահ մնալ տարբեր մեկնաբանություններից։ Դրանից հետո միայն պարզ կդառնա, թե որ քաղաքական ուժերը կանցնեն խորհրդարան, արդյոք ընդդիմադիր ուժերը կվերցնեն իրենց падգամավորական մանդատները, թե հետընտրական զարգացումները կշարունակվեն սահմանադրական դատարանում։ Թեմա համար 1-ի հաջորդ հաղորդումները բաց չթողնելու համար բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին։ Հետևեք մեզ նաև սոցցանցերում։ Եվ եթե կարևորում եք մեր աշխատանքը, աջակցեք մեզ նաև Patreon-ում, ամսական վճարելով սկսած ընդամենը $2-ից։